Հարավային Կովկասի եւ Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոն Երևանի ձայնին տված բացառիկ հարցազրույցում անդրադառնում է Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին զարգացումներին եւ խաղաղության պրոցեսին։ Տիկին Գրոնո, շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրիք։ Ուրախ եմ, որ այստեղ եմ, շնորհակալություն։ Վերջին շրջանում Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում բազմաթիվ են զարգացումները բարձրաստիճան այցերից մինչև հայկական արտահանման ուղղված աջակցություն։ Բայց այս զրույցի ընթացքում կսահմանափակվենք ձեր անմիջական լիազորությունների շրջանակով խաղաղությունը եւ կայունությունը Կովկասում։ Եվրամիության համար սա առաջնահերթություն է։ Դուք լիովին իրավացի եք։ Եվրամիություն Հայաստան երկկողմ հարաբերությունները զգալի խորացել են։ Եվ ես շատ ուրախ եմ կրկին լինել այստեղ հանձնաժողովի նախագահի այցից ընդամենը 1 շաբաթ անց։ Սա անշուշտ Եվրամիություն Հայաստան հարաբերությունների կարևորության հաստատումն էր ամենաբարձր մակարդակով։ Եվ իսկապես մեր ուշադրության կենտրոնում է տարածաշրջանի հետ համագործակցության հետագա խորացումը, ինչպես նաև աջակցությունը տարածաշրջանում խաղաղության եւ կարգավորման գործընթացներին։ Կասեի, որ անցյալ տարվա ամռանից ի վեր գրանցվել է իսկապես նշանակալի եւ տպավորիչ գործընթաց։ Դա իհարկե առաջ է մղվում ձեր երկրի ղեկավարության, ինչպես նաեւ Ադրբեջանի Հանրապետության ղեկավարության կողմից։ Խաղաղության օրակարգի առաջ մղման գործում, որը կարող է տարածաշրջանի բնակչությանը բերել կայունություն, անվտանգություն եւ բարօրություն, եւ իսկապես նրանց հասցնել խաղաղության բարիքները։ Մենք, որպես Եվրամիություն, այս հարցում երկու երկրների գործընկերներն ենք։ Գործընթացը իհարկե իրականացվում է երկկողմ ձևաչափով, բայց մենք ցանկանում ենք հանդես գալ որպես գործընկեր, որն աջակցում է այս օրակարգերի իրագործմանը եւ օգնում է խորացնել դրանք նաեւ այն ոլորտներում, որոնք բխում են մեր շահերից, ինչպես կապվածության ոլորտում։ Ուստի պատասխանելով ձեր հարցին, կասեի, որ խաղաղության օրակարգին աջակցելը Եվրամիության համար իսկապես կարևոր առաջնահերթություն է, եւ մենք պատրաստ ենք շատ սերտորեն աշխատել երկու երկրների հետ, օգնելու ինստիտուցիոնալացնել ու խորացնել խաղաղությունը եւ այն դարձնել անդառնալի։ Հայաստանն ու Ադրբեջանը Վաշինգտոնում Թրամփի վարչակազմի հովանու ներքո նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը, բայց գրեթե 1 տարի անց այն դեռևս չի ստորագրվել։ Որն է Եվրամիության պատասխանատվությունը կամ բաժինը, որպիսի պայմանագիրը ստորագրվի։ Listen, I think that the initialing of the peace treaty was of course an incredible milestone. Տեսեք, կարծում եմ, որ խաղաղության համաձայնագրի նախաստորագրումն անշուշտ չափազանց կարևոր հանգրվան էր։ Եվ կարծում եմ, որ սա մի քայլ է, որն արժանի է ամենաջերմ ողջույնի եւ լիակատար աջակցության։ Եվ մենք դա արել ենք ինչպես քաղաքական, այնպես էլ գործնական առումով։ Հիմա կարծում եմ կարևոր է նաեւ նայել, թե ինչ է տեղի ունեցել գործնականում խաղաղության համաձայնագրի նախաստորագրումից ի վեր։ Եվ կարծում եմ, սա իսկապես տպավորիչ ձեռքբերում է եւ որոշ առումով շրջադարձային, հաշվի առնելով, որ մինչ այդ նման բան պարզապես հնարավոր չէր։ Իհարկե չենք կարող մոռանալ նաեւ ընթացող սահմանազատման գործընթացի կարեւորությունը։ Կարծում եմ մենք բոլորս պետք է աջակցենք այդ գործընթացներին եւ մեծ հետաքրքրությամբ հետևենք այն շփումներին, որոնք սկսում են ձևավորվել հասարակությունների միջև։ Խոսքս օրինակ խաղաղության կամուրջ նախաձեռնության մասին է։ Զգալի առաջընթաց է արձանագրվում նաեւ առևտրային նախաձեռնությունների առումով։ Մենք տեսնում ենք ներմուծումներ, հատկապես ցորենի, վառելիքի ապրանքների մասով։ Մենք տեսնում ենք, որ քննարկվում է այն ապրանքների ցանկի ընդլայնումը, որոնք կարող են վաճառվել եւ պետք է տեսնել, թե այդ գործընթացն ինչպես կընթանա։ Բայց կարծում եմ սրանք իսկապես այն ոլորտներն են, որոնք կարող են մարդկանց համար շատ շոշափելի օգուտներ ապահովել եւ ի վերջո նպաստել, որ խաղաղությունը խորապես արմատավորվի ու դառնա հասարակությունների սեփական արժեքը։ Ես իհարկե պետք է նշեմ նաեւ կապվածության ոլորտը։ Կարծում եմ, հենց այս ոլորտում տարածաշրջանի ապաշրջափակումը կարող է տարածաշրջանի ժողովուրդներին բերել աննախադեպ օգուտներ։ Այն կարող է օգնել, որ տարածաշրջանը գործի որպես մեկ միասնական տարածք, այլ ոչ թե մեկուսացված դերակատարների համախումբ։ Եվ կարծում եմ, որ դա կարող է ի վերջո Հայաստանին տալ իր արժանի տեղը ավելի լայն միջին միջանցքի համատեքստում, օրինակ։ Middle corridor, for instance.
The progress you mentioned is Առաջընթացը, որը նշեցիք, զգալի է, բայց ստորագրման ձգձգումը միևնույն է կարող է էսկալացիայի անհարկի վտանգ ստեղծել։ Հետևաբար մտադիր եք նպաստել, որպեսզի բուն պայմանագրի ստորագրումը արագանա, հատկապես եթե հաշվի առնենք, որ Եվրոպական միության դիտորդական առաքելության մանդատը ավարտվում է 2027-ին, իսկ մենք գիտենք, որ առաքելությունը կարևոր դեր է խաղացել, որպեսզի հրադադարի խախտումները նվազեն։ Չեք կարծում, որ սրանից ելնելով խաղաղության համաձայնագիրը պետք է ստորագրել նախքան նրանց մանդատի ավարտը։ signed before their mandate expires. Listen, so the two separate questions, yeah? One is around the EU mission and one is around the political process. Տեսեք, այստեղ ըստ էության երկու առանձին հարց կա։ Մեկը վերաբերում է Եվրամիության առաքելությանը, մյուսը քաղաքական գործընթացին։ Այսպիսով նախ անդրադառնամ առաքելությանը։ Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք տեղակայել առաքելությունը այնպիսի փուլում, երբ դրա ներկայությունն իսկապես օգնեց նվազեցնել ռիսկերը սահմանի երկայնքով։ Եվ կարծում եմ համագործակցությունը ձեր իշխանությունների, առաքելության, ինչպես նաև սահմանամերձ շրջանների բնակիչների հետ շատ դրական է եղել։ Մենք անշուշտ հանձնառու ենք առաքելության մանդատի ամբողջական ժամկետի պահպանմանը Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիմումի համաձայն։ Հիմա իհարկե դուք սրան անդրադառնում եք խաղաղության համաձայնագրի համատեքստում, եւ խաղաղության պայմանագրի նախաստորագրված տեքստում կա նաև դրույթ, որը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան երկկողմ սահմանի երկայնքով երրորդ կողմի ներկայությանը։ Հայաստանի Հանրապետության կողմից մեզ չի ներկայացվել որևէ դիմում առաքելության վերաբերյալ մեր դիրքորոշումը փոխելու մասին։ Երբ խաղաղության համաձայնագիրը ստորագրվի եւ եթե Հայաստանի Հանրապետությունը դիմի, որ մենք փոխենք մեր դիրքորոշումը, ապա իհարկե մենք դա կանենք։ Նրանց հետ շատ սերտ խորհրդակցությունների արդյունքում։ Ինչ վերաբերում է բուն խաղաղության համաձայնագրին, կարծում եմ կարևոր է եղել, որ գործընթացն առաջ է մղվել երկկողմ մակարդակով, եւ մենք իհարկե պատրաստ ենք աջակցել դրա բոլոր ասպեկտներին։ Մեզ համար կարևոր է, որ խաղաղությունը ինստիտուցիոնալացվի եւ լինի անդառնալի։ Երբ կողմերը համաձայնեն, ժամանակն է ստորագրելու խաղաղության համաձայնագիրը։ Մենք գոհունակությամբ կընդունենք եւ իհարկե կցանկանայինք, որ այդ առաջընթացը հնարավորինս շուտ արձանագրվի։ Միևնույն ժամանակ կարծում եմ, որ այն ոլորտներում, որոնք դուք նշեցիք, ակնհայտ առաջընթաց կա։ Ես նույնիսկ հակված եմ որոշ չափով չհամաձայնվել, որովհետեւ իմ համոզմամբ հենց այսօր արձանագրվող առաջընթացն է խաղաղությունը լցնում իրական բովանդակությամբ։ Այս առաջընթացն իսկապես տպավորիչ է եւ ոչ միայն 1 տարի առաջ ես երբևէ չէի կարող պատկերացնել, որ այս գործընթացում հնարավոր կլինի արձանագրել նման առաջընթաց։ Բայց եթե հետադարձ հայացք գցենք վերջին 30 տարիներին եւ վերջին շուրջ 10-11 ամիսների ընթացքում Վաշինգտոնում խաղաղության համաձայնագրի տեքստի նախաստորագրումից ի վեր, կարծում եմ արձանագրված առաջընթացն իսկապես աննախադեպ է։ Դա իսկապես պատմական շրջադարձային պահ է տարածաշրջանի համար, որը նոր հնարավորություններ է բացում։ Ուստի կարծում եմ կարևոր է ուշադրությունը կենտրոնացնել նաև այն գործնական ոլորտների վրա, որոնք իսկապես ամրապնդում են խաղաղությունը, մինչ քաղաքական մակարդակում ղեկավարների միջև շարունակվում են քննարկումները համաձայնագրի ստորագրման շուրջ։ Եվ քանի որ ձեր միջազգային գործընկերներն աջակցում են ստորագրմանը հնարավորինս արագ ժամկետներում, On the signature, and as your international partners support the signature in the fastest possible timeframes. So there will be no Այսինքն ստորագրման ժամկետի հարցում ձեր կողմից ճնշում չի լինելու։ Listen, I think that we Տեսեք, կարծում եմ մենք հստակ ցույց ենք տվել, որ հարգում ենք այս գործընթացի երկկողմ բնույթը, ինչպես մեզ խնդրել են երկու կողմերն էլ։ Սակայն անշուշտ կցանկանայինք տեսնել տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատում, ներառյալ խաղաղության համաձայնագրի ստորագրումը, ինչպես նաև առաջընթաց բոլոր այն առանձին գործերով, որոնք դեռևս քննարկման փուլում են։ Իհարկե խաղաղության համաձայնագրի ստորագրման ու խաղաղության ինստիտուցիոնալ ամրապնդմամբ կնշանավորվի դրական անցումը դեպի իրական խաղաղություն, այլ ոչ թե պատերազմի բացակայություն միայն։ Եվ սա այն է, ինչին մենք բոլորս համատեղ ձգտում ենք։ what I think we're all jointly striving towards. now to connectivity. Անցնենք կապվածության թեմային։ Եվրամիության մատակարարման շղթաները խաթարվել են հայտնի հակամարտությունների հետևանքով եւ ակնհայտ է, որ Եվրամիությունը փնտրում է Եվրոպան եւ Կենտրոնական Ասիան կապող այլընտրանքային երթուղիներ, բայց որպեսզի Հայաստանը կարողանա մասնակից դառնալ ձեր ենթակառուցվածքային ծրագրերին, անհրաժեշտ է, որ բացվեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ սահմանները, իսկ դրանք դեռ փակ են։ Ինչ կոնկրետ քայլեր եք մտադիր ձեռնարկել, որպեսզի սահմանը հարևան երկրների հետ բացվի։ Taking to make this happen. Listen, you're absolutely right that the South Caucasus has always been an essential
Տեսեք, դուք լիովին իրավացի եք, որ Հարավային Կովկասը միշտ կարևոր աշխարհագրական տարածք է եղել Ասիայի եւ Եվրոպայի միջև կապվածության ապահովման համար, եւ դուք իրավացի եք նաեւ ակնարկելով, որ Հարավային Կովկասից հարավ տեղի ունեցող աշխարհաքաղաքական զարգացումները, վերջին զարգացումները Իրանում, ինչպես նաեւ թերևս արդեն երկար պահպանվող անվտանգության իրավիճակը Սևծովյան տարածաշրջանում ընդգծում են Հարավային Կովկասի հատուկ կարևորությունը պայմանավորված աշխարհագրական դիրքով։ Եվ մեզ համար միջին միջանցք նախագիծն ունի բացարձակապես վճռորոշ քաղաքական նշանակություն։ Դա նախագիծ է, որը Ասիան, Կենտրոնական Ասիան կկապի Եվրոպական միության հետ, Կասպից ծովով եւ իհարկե Հարավային Կովկասով։ Եվ մեզ համար նույնպես շատ կարևոր է, որ TRIP-ի շուրջ քննարկումների արդյունքում այդ նախաձեռնության հեռանկարներն առավել շոշափելի եւ իրատեսական են դարձել։ Եվ հիմա մենք ծրագրում ենք շատ կոնկրետ քայլեր ամերիկացի գործընկերների եւ իհարկե ձեր երկրի իշխանությունների հետ միասին։ Կարծում եմ կարևոր է դիտարկել այս միջին միջանցքը որպես մի նախագիծ, որն իսկապես ներառում է Կովկասյան բոլոր 3 երկրները եւ ներառական է իր ողջ երկայնքով։ Այնպես որ եթե ձեր հարցն ուղղված է նրան, թե ինչպես է Հայաստանի Հանրապետությունը ներգրավելու Եվրամիության տեսանկյունից, ես պարզապես կցանկանայի նորից հղում անել հանձնաժողովի նախագահ ֆոն դեր Լայենի անցյալ շաբաթվա այցին, որի ընթացքում նա եւս մեկ անգամ ընդգծեց Եվրամիության եւ Հայաստանի միջև կապվածության շուրջ գործընկերության կարեւորությունը եւ աշխատանքին, որն ապահովելու է Հայաստանի ներգրավվածությունը կապվածության ծրագրերում։ Հիմա դուք նշեցիք փակ սահմանները։ Ես իսկապես հույս ունեմ, որ կապվածության օրակարգի առաջխաղացմանը զուգահեռ, երբ TRIP-ը կյանքի կոչվի եւ երկու ուղղություններով միանա միջին միջանցքին, հնարավոր կլինի տեսնել, թե ինչպես են իրականություն դառնում առևտրային հոսքերը եւ տրանսպորտային երթուղիները եւ կապվածության մյուս ուղղությունները։ Եվ դա բնականաբար կնպաստի նաեւ սահմանների բացմանը, միաժամանակ ապահովելով, որ Հայաստանը լավագույն հնարավոր պայմաններում կարողանա դիմակայել ավելի լայն տարածաշրջանային մարտահրավերներին ու ճնշումներին։ Մենք հավատում ենք, որ իսկապես նաեւ հայ-թուրքական սահմանի բացումը էականորեն կարևոր կլինի։ We believe that indeed also the opening of the Armenia and Turkey border will be essentially important. We have an understanding, at least a general one. Մենք գոնե ընդհանուր պատկերացնում ենք, թե ինչպիսին է լինելու TRIP-ը, որտեղից է սկսվելու, որտեղ է ավարտվելու, իսկ ինչ ենթակառուցվածքային լուծումները Եվրամիությունը նախատեսում Հայաստանի տարածքով։ Through Armenia. So I think that this is a discussion. Կարծում եմ, որ այս քննարկումները դեռ ակտիվ շարունակվում են, սակայն արդեն իսկ արկա է զգալի հանձնառություն ներդրումներ կատարելու Հայաստանի կապվածության զարգացման ուղղությամբ։ Դրա տարբեր ձևերը դեռևս քննարկվում են։ Իհարկե կան նաև որոշակի զգայուն հարցեր կապված այն բանի հետ, թե կապվածության որ ուղղություններն են առաջնահերթություն ստանալու։ Մենք կապվածությունը չենք դիտարկում միայն տրանսպորտի տեսանկյունից։ Օրինակ երկաթուղային հաղորդակցության համատեքստում մենք այն դիտարկում ենք նաև էներգետիկայի տեսանկյունից, ինչպես նաև թվային կապվածության տեսանկյունից եւ այլ ուղղություններով։ Այնպես որ զրույցները շարունակվում են եւ իսկապես կապահովեն, որ Հայաստանը լինի այնտեղ արկա կապվածության նախագծերի բաղկացուցիչ մասը։ Եվ կասեմ, թե ինչու այս պահին չեմ կարող ավելի կոնկրետ լինել։ TRIP-ի շրջանակի եւ դրա սահմանման վերաբերյալ քննարկումները դեռևս ընթացքի մեջ են։ Is also because some of the conversations on the scope and definition of the TRIP are also still ongoing. Կրկին շնորհակալ եմ, որ ժամանակ հատկացրիք։